Հարգելի աղեղնավորներ, այժմ տեսնենք ինչ է սպասում ձեզ մինչև օգոստոսի վերջ ձեր աշխատանքում եւ կարիերայում։ Ինչ է սպասում աղեղնավորներին աշխատանքում եւ կարիերայում։ Ես կընտրեմ երկու տարբերակ եւ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր աղեղնավորներին։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս, առաջին տարբերակում տեսնում եմ թռչուններ եւ տեսնում եմ պենտակլի 10-ը։ Գիտեք, տեսնում եմ շատ հաղորդակցություն, շատ եք շփվում։ Եթե դուք հաղորդավար եք կամ խոսելու հետ կապված աշխատանք ունեք, բլոգեր եք, չգիտեմ ինչ եք անում, ինչ կայքեր ունեք, որտեղ խոսում եք, շատ եք շփվում մարդկանց հետ կամ շատ խոսում զրուցում եք պարզապես, իրականում դա կարող է ձեզ հաջողություն բերել եւ կարող է բերել շատ լսողներ, հետաքրքիր է, բայց ես տեսնում եմ բավականին հաջող կլինի։ Մյուս կողմից, եթե նպատակ ունեք, ուզում եք այդպիսի հարթակ բացել, ուզում եք այդպիսի գործով զբաղվել, կարտերը խորհուրդ են տալիս, որ կարող է բավականին էլ արձագանք ստանաք եւ միգուցե արժե սկսել այդպիսի գործ, հարգելի աղեղնավորներ։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Ես չգիտեմ այս խոսակցությունները ինչի հետ էր կապված, բայց ես ասում եմ, այստեղ հաջողություն էի տեսնում, իրականում հաջող ավարտ եւ կարող է նաեւ ձեր լավ աշխատանքը հաջողություն ձեզ ֆինանսներ բերել։ Շատ գեղեցիկ հոյակապ կարտեր եմ տեսնում հարգելի աղեղնավորներ։ Տեսնում եմ ինչ որ ընտրության առաջ եք կանգնած, ինչ որ որոշում եք կայացնում, որը իրականում շատ ճիշտ հաղթանակի կարտն եմ տեսնում, այսինքն շատ իրականում ճիշտ որոշում եք կայացրել։ Գիտեք, ժամանակի ընթացքում մինչև օգոստոսի վերջ ես տեսնում եմ, որ ջրի երես դուրս կգան լուսնով այնպիսի նոր տարբերակներ կամ այնպիսի նոր ինֆորմացիա, որ կհասկանաք, որ դուք շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Ես տեսնում եմ այստեղ կոնկրետ աշխատանք, ստաբիլ աշխատանք, անդադար անդադ գումարներ են գալիս եւ տեսնում եմ պենտակլի թագուհին, այստեղ էլ տեսնում եի պենտակլի 10-ը։ Հարգելիներ, ես էլ եմ ասում, ինչ խոսակցությունների հետ եք կապված, խոսում եք աշխատանք եք փնտրում, թե պարզապես ինչ որ խոսելու հետ կապված, հաղորդակցման հետ կապված աշխատանք գործունեություն եք վարում, ես իրականում տեսնում եմ շատ ֆինանսներ, շատ հաջողակ եմ տեսնում, հարգելիներս, ես ֆինանսները գալիս են աշխատանքից, անդադ գործ ունեք, այսինքն դուք անդադ կլինեք այսպես պահանջված ձեր աշխատանքում, ինչ էլ որ անում եք, նույնիսկ եթե թամադա եք, եթե հիշում եք ասեցի, շատ պահանջված կլինեք, բավականին, ել եմ ասում, լուսնով դեռ շատ բաներ ջրի երես դուրս կգա, այսինքն ավելի դրական, ընդհանրապես կասկածներ են, վախեր, անհանգստություններ է լուսինե, եթե դուք ունեք այդպիսի տարբերակ, աշխատանքը շատ է, շատ գործ կա, կարողանամ բոլորը հասցնեմ, չեմ կարողանա, եթե դա է ձեր ներքին վախերն են, իրականում կհասցնեք եւ հաջողությունների էլ կհասնեք, ել եմ ասում, ոչ միայն աշխատանքում հաջողությունների կհասնեք, լուրջ հաջողություն եմ տեսնում, այլև ֆինանսական մեծ հաջողությունների, հարգելի աղեղնավորներ, բավականին հաջող ժամանակ եմ տեսնում ձեզ համար։ Իսկ երկրորդ տարբերակը տեսնում եմ լաբիրինթոս եւ տեսնում եմ զրոյական կարտը։ Կան աղեղնավորներ հակառակը առաջին տարբերակից, որ մի տեսակ խճճված վիճակում են, մի տեսակ, այսպես ասեմ, լաբիրինթոսում են հայտնվել, տարբերակներ չեն տեսնում, կամ աշխատանքում են խճճվել, աշխատանքից ելք չեն տեսնում, բարդացել է աշխատանքը, դժվար աշխատանք է, չեն կարողանում գլուխ անել, կամ պարզապես աշխատանք չունեին, մոլորվել են եւ չեն կարողանում նոր աշխատանք գտնել, որտեղ զրոյական կարտը նշանակում է կամ ինչ-որ մի նոր բան պետք է փոխել, եթե այդպես մոլորված վիճակում եք, լաբիրինթոսում եք, ելքը չեք գտնում, ինչ որ այսպես խառը վիճակ է ձեզ համար գործերում, կամ պետք է նորովի մոտենալ զրոյից, այսինքն նոր տարբերակներ, ելք գտնել, ինչպես կարող եք այս իրավիճակից դուրս գալ, կամ պարզապես պետք է ձեր աշխատանքը բարդ էր, խճճվել եք, նոր աշխատանք միգուցե կարելի է սկսել։ Երկու տարբերակն էլ կարող է աշխատել։ Կամ մոտեցումն եք փոխում, նորովի եք մոտենում խնդրին, որպեսզի լուծումը գտնեք, կամ պարզապես խնդիրներից հեռանում եք, փորձում եք նոր աշխատանք գտնել։ Ինչ հետաքրքիր է, այսպեսի բան չէր եղել։ Կարտերն ինստինկտյան դուրս եկան, հարգելիներս, ինչ դուրս եկավ, այդ մասին էլ կխոսեմ։
Ես տեսնում եմ Պենտակլի թագավորը, տեսնում եմ ջահերի թագուհին։ Գիտեք, խճճված վիճակը բավականին լուրջ պաշտոնով մարդկանց պատճառով է, հարգելի աղեղնավորներ։ Որոշ մարդիկ կարող եմ ասել, որ բավականին լուրջ պաշտոնով մարդիկ կան, սա Պենտակլի թագավորն է, սա թագուհին ջահերի։ Շատ էլ ամբիցիոզ մարդիկ են, իրենք ունեն նպատակներ եւ դա առաջացնում է մրցակցություն։ Տեսնում եք, այստեղ պայքարի կարգն է։ Մրցակցություն, այսինքն ձեր խնդիրները լաբիրինթոսում որ հայտնվել եք, ինչ-որ մի բան կա փոխվել է աշխատանքի վայրում, որ ձեզ համար մրցակցություն է առաջացել։ Դժվարանում եք եւ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Միգուցե նոր մարդիկ են բերել, նոր մասնագետներ, չէ, հիմա նաև AI են շատ ներմուծում աշխատանքում, մարդկանց համար խնդիրներ են առաջացնում, բայց ես տեսնում տվյալ դեպքում երկու անձ կամ սրանց կայացրած որոշումներն են, ինչ որ ձևով ձեր վրա ազդում են եւ աշխատանքը դառնում է շատ մրցակցային, այսինքն ձեզ համար լուրջ խնդիր է դարձնում։ Դա է ձեր լաբիրինթոսը եւ դուք այսպես բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ եք կանգնած։ Դե խնդիրները կարող եմ ասել կարող են լինել աշխատանքից միգուցե հեռանալ, չհեռանալ, այլ լաբիրինթոսը դրա հետ է կապված։ Դուք կարող եք իմանալ հարգելի աղեղնավորներ, ովքեր են այս մարդիկ եւ ինչ խնդիրներ են առաջացնում։ Եթե դուք աշխատանք ունեք, ձեր անձնական գործն ունեք եւ սրանք ձեր հաճախորդներն են, բավականին, որտեվ հարուստ կայացած պաշտոնով լուրջ մարդիկ եմ տեսնում, միգուցե մրցունակ է դարձել ձեր հակառակորդները եւ դրանով դուք բավականին հաճախորդներ եք կորցնում, եթե ձեր գործն ունեք։ Իսկ եթե եմ ասում աշխատանքի վայրում ինչ-որ փոփոխություն է լինում, մրցակցություն է առաջանում, նոր մարդիկ են գալիս կամ նոր գիտելիքներ են պահանջում, ես տեսնում եմ ձեզ համար դա բավականին խնդիրներ է առաջացնում եւ դուք հայտնվել եք լաբիրինթոսում։ Կարծերի խորհուրդն է 0-ից, այսինքն մոտեցումը կամ պետք է փոխել, դե մոտեցում ինչ կարող է լինել, միգուցե պետք է գնալ նոր գիտելիքներ ձեռք բերել, կատարելագործվել կամ պարզապես 0-ից սկսել, այսինքն անցնել նոր աշխատանքի։ Իրականում գիտեք, տեսնում եմ կայսրուհու կարտը եւ 10 բաժակների Ես ես համար ոչ մի բացասական ամիս չեմ տեսնում, բացասական ոչինչ չեմ տեսնում աշխատանքում։ Խնդիրները այո կան, լաբիրինթոսում եք, բայց ես տեսնում իրավիճակը կարող է շտկվել, դու կարող եք իրականում ելք գտնել։ Բայց ելի եմ ասում, այս զրոյական վիճակից հետո պետք է ինչ-որ բան փոխել, կամ մոտեցումը փոխել, կատարելագործվել, փորձել ինչ-որ նոր բան սովորել, որպեսզի աշխատանքին համապատասխանեք մրցակիցներին, կարողանաք մրցակցությանը դիմանալ, կամ պարզապես նոր գործ եք ուզում սկսել։ Իսկ տարբերակներ կլինեն, տեսնում եմ այստեղ կայսրուհի, որը կարող է ձեզ աշխատանք առաջարկել, սա դուք առիթ ունեք նշելու ընտանիքով մարդիկ նստել են, ինչ որ հաջողություն, հա հաջողության կարտն է իրականում։ Իսկ այսուհին կարող է ձեզ ինչ որ նոր աշխատանք առաջարկել։ Երկու տարբերակն էլ կարող է լինել, բայց ես դες համար տխուր վիճակ չեմ տեսնում դուք աշխատանք կորցնում եք։ Եթե նույնիսկ հեռանաք, դուք շատ արագ նոր աշխատանք կգտնեք, հարգելներս։ Համբերատարության կարտն եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ, ինչը նշանակում է թեկուզ հենց երկրորդ տարբերակում համբերատար առանց նեղվելու, եթե փոփոխություններ լինում են, մրցակցություն է առաջանում ինչ-որ ձևով ձեր գործերում, աշխատանքում, էլ եմ ասում, կամ դուք ձեր գործն ունեք, մրցակիցները խանգարում են ինչ-որ ձևով, կամ ձեր աշխատանքի վայրում է ձեզ համար մրցակցություն առաջացել, համբերատար, փորձեք մտածել, որոշում կայացնել, ինչպես կարող եք հաղթահարել այդ խնդիրները լաբիրինթոսից դուրս գալ։ Ես տեսնում եմ, որ կկարողանաք։ Կարտերը հուշում են, որ իրականում ձեզ համար բացասական չէր վերջանալու, հակառակը դուք ուրախանալու առիթ կունենաք։ Դա կարող է հակառակը ձեզ ստիպել, որպեսզի դուք դուրս գաք անհաջող աշխատանքից, որտեղ չեք կարողանում երիտասարդ, միգուցե ավելի լավ մասնագետներ են բերում կամ ինչ-որ բան այդտեղ այսպես կապս սիստեմի մեջ ինչ-որ բան են փոխում համակարգում, դուք կարող եք նոր աշխատանքի անցնել, որտեղ ավելի ձեզ վստահ զգաք եւ կարող եք լինել ավելի հաջողակ։ Ամեն դեպքում եղեք համբերատար, արագ որոշումներ մի կայացրեք աշխատանքի հետ կապված։ Իսկ առաջին տարբերակի դեպքում բավականին հաջող էի տեսնում։ Եթե դուք համբերատար սպասել եք, աշխատել եք, ձեր աշխատանքով փորձել եք հաջողությունների հասնել, իրականում հարգելիներս անպայման կհասնեք։ Ես տեսնում եմ, որ արդեն հասնում եք։ Ձեր աշխատանքը, ձեր արած գործը իզուր չի անցել։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում, հարգելի աղեղնավորներ։ Տեսնենք ինչ է սպասվում աջակցողներին մինչև օգոստոսի վերջ իրենց աշխատանքում եւ գործերում, կարիերայում։ Կընտրեմ երկու տարբերակ, հարգելիներս, եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր աջակցողներին։ Ինչ եմ տեսնում առաջին տարբերակում, հարգելի աջակցողներ, տեսնում եմ զառերը, տեսնում եք եւ տեսնում եմ այստեղ մարդը հիվանդագին վիճակում պարկած է, թրերի 4-ը։
Հարգելի ատեղջուններ, շատ զգուշ եղեք ռիսկային գործերից։ Ձեր աշխատանքում, եթե մեծ ռիսկերի դիմեք, կարող եք այսպիսի հիվանդագին ծանր վիճակում հայտնվել։ Սա ծանր հիվանդ մարդու մասին չի խոսքը, մարդը ուղղակի գերհոգնած, պառկած եւ մտածում է ինչ եղավ, ինչու այսպես եղավ, ինչու ես այսպես անելանելի վիճակում հայտնվեցի։ Այսինքն սա ավելի հոգեկան վիճակն է, մարդու ավելի շատ հոգին է հիվանդ, քան ֆիզիկապես մարդը հիվանդ է։ Գերհոգնած վիճակ, որովհետեւ ինչ որ մի ռիսկի դիմել եք, ինչ որ գործարք եք արել, որը իրականում հաջողությամբ երևի։ Դե կարտից եմ տեսնում, հուսալքված մարդ եմ տեսնում։ Եթե ուրախ մարդ տեսնեի, կմտածեի, որ ռիսկի դիմել եք եւ հաջողության եք հասել։ Զգուշ եղեք նաեւ վտանգավոր մարդկանցից, խարդախ մարդկանցից, որոնք հեշտ արագ ձևով գումար վաստակելու միջոց են առաջարկում, իրականում կարող եք անհաջողության մատնվել։ Ամեն դեպքում տեսնում եք ձեր գումարներն էլ։ Եթե սիրում եք կազինո խաղալ կամ ինչ որ ձևով խաղերի մասնակցել, ամեն դեպքում մինչև օգոստոսի վերջ մի քիչ զգուշ եղեք, կարող է ձեր բախտը այնքան էլ չբերել։ Ես ճիշտ ասած ֆինանսական կորուստներ չեմ տեսնում երկու կարտով, բայց ես տեսնում եմ, որ աշխատանքի մեջ այդ գործը ինչ որ այսպես ռիսկային գործեր նախաձեռնում եք, իրականում կարող է ձեզ հիասթափեցնել։ Կարտերի եկան վերահաստատելու ինչ որ ասում էի հարգելիներ, այս բոլոր նրանք ովքեր ինչ որ ռիսկային գործերում կլինեն օգոստոս ամսում, ես ահագին անհաջող կարտեր եմ տեսնում հարգելիներս, այսինքն բավականին բարդ իրավիճակ կարող է լինել։ Տեսեք, տեսնում եմ պաժը, այստեղ գումար շատ արագ հեշտությամբ, հա, պաժը երեխան է, մեծ կոպեկը ձեռքի, փոքր երեխան շատ մեծ կոպեկ, այսինքն տեսնում եմ այստեղ մարդ, որը արագ ինչ որ ձևով, հա, չգիտեմ, կազինոյից սկսած, ինչ որ խաղեր խաղալով, միգուցե on-line խաղեր եք խաղում, գումար են ուզում վաստակել շատ հեշտությամբ, միանգամից մեծ գումար, այդպես չի լինում իրականում, հազվագյուտ միգուցե լինում է, բայց մարդիկ արդյունքում հետո մի քիչ շահելով ավելի շատ կորցնում են։ Կարող է փոքր օգուտ ունենաք, սկզբում մի քիչ հաջողակ լինի, բայց ի վերջո ես տեսնում եմ դուք անհաջողության կմատնվեք։ Իրական նաև խարդախ մարդկանցից իմիջիալոց մարդիկ սա կարող է կոնկրետ խարդախ մարդ լինի, տեսնում եք, հենց հայացքից տեսնում եք ինքը թրերով, այ ինքը սա մարդն է, որը կարող է թիկունքից խփել։ Այսինքն եթե ինչ-որ մեկն է ձեզ առաջարկում, այսպես գործարք է առաջարկում, միգուցե այնքան էլ ազնիվ չէ, միգուցե այնքան էլ օրինական գործ չեն առաջարկում, ռիսկային, շատ ռիսկային գործ են առաջարկում։ Զգուշ եղեք խարդախ մարդկանցից, ձեզ կարող են խաբել։ Բավականին թեժ առաջարկ կարող է լինել, շատ այսպես մեծ հեռանկարներով, մեծ խոստումներով, մեծ նպատակներ աստղով, հա, շատ մեծ գումարների մասին խոսքներ, որ կհասնեք, այ իրականում այսպիսի վիճակում կհայտնվեք։ Աչքերը փակ, տեսնում եք, անելանելի վիճակում։ Այսինքն կհասկանաք, որ ձեզ իրականում մոլորեցրել են։ Դուք կլինեք այսպես անելանելի վիճակում, չեք կարողանա տարբերակ գտնել այս վիճակից ինչպես դուրս գալ։ Եվ կզգաք, որ իրականում սա ներողություն եմ խնդրում, ասում են հիմարի կարտն է նաև զրոյական, ասեք գաք նույն զրոյական վիճակ, ասեք կորուստներ կարող եք ունենալ հարգելիներս եւ զգաք, որ ինչ-որ մեկը ձեզ իրականում խաբել է։ Դուք շատ միամտաբար, այսպես միամիտ էլի, այսինքն երեխայապես միամիտ սխալ եք թույլ տվել, որ իրականում ատեղջուրին բոլորովին չի սազում։ Այլ դուք ձեզ կզգաք, որ ես հո երեխա չէ, այսպես միամիտ ոնց կարողացա հավատալ, վստահել ու ինձ այսպես բերեցին անելանելի վիճակում գցեցին։ Իսկ իրականում դա կլինի ձեր պարզապես ձեր սխալը, եթե դուք չկարողանաք ժամանակին հասկանալ, որ շատ մեծ ռիսկի եք դիմում մի մարդու հետ կապված, հա, մի մարդուն լսելով, որը բավականին բոլորին չեք էլ ճանաչում։ Ես այստեղ տեսնում եմ ուժի կարտը, ես այստեղ տեսնում եմ ուժի կարտը, տեսնում եմ 7 բաժակների, տեսնում եմ 8 ջահերի եւ տեսնում եմ մրցակցող։ Գիտեք, բավականին խնդիրներ կլինեն եւ դրանով չի վերջանա։ Իրականում դուք ձեզ շատ նեղված կզգաք, որտեղ դուք իրականում բավականին ուժեղ նշան է ատեղջուրը։ Ես իրենց այսպես ազարտնի շատ չեմ տեսնում, մեծ ռիսկերի դիմել չեմ տեսնում։ Դրա համար դա ձեզ յուրահատուկ չի, հարգելի ատեղջուրներ։ Ընդհանրապես ատեղջուրը շատ երկար է մտածում, շատ դժվար է մարդկանց վստահում։ Իսկ այստեղ ես տեսնում եմ, որ դուք իրականում շատ միամտաբար, ձեզ ոչ սազական ձևով եք պահում, այսինքն վստահում եք շատ արագ ինչ որ մեկին, ինչը իրականում սխալ է, որտեվ շատ
լուրջ էլ սխալ թույլ կտաք։ Տեսնում եք, այդտեղ բավականին խնդիրներ հարգելներս, բավականին եւ շատ էլ ամեն ինչ արագ կլինի, դու գլխի չեք ընկնի ինչպես կարողանաք պաշտպանվել, որտեղ բավականին խնդիրներ կլինեն տարբեր մարդկանց հետ։ Այ փորձեք խուսափել ռիսկային գործերից։ Ես այդպես շատ կարթ անեցի, ուզում էի տեսնել ի վերջո ինչպես է լինելու։ Ես ի վերջո նույնիսկ տեսնում եմ մարդը, որը մի կերպ ոտքի վրա կանգնել է բազմաթիվ զողողություններով։ Դե կարող է գործ կորցնել, աշխատանք կորցնել, ընկերներ կորցնել, ես չգիտեմ, կարող եք ժամանակ կորցնել, գումարներ կորցնել։ Ես տեսնում եմ բավականին կորուստներ։ Տեսնում եմ կարգը, այսինքն ամեն ինչ այնքան արագ է շարժվելու։ Այսպես սա էլ տեսնում եմ կինը, սա կարող է լինել, հենց կարող է խարդախ մարդն է լինել։ Գիտեք, ես կարող եմ կարճ կոնկրետ ասել ամփոփելու համար, ինչ որ ռիսկային գործ ինչ որ մեկը ձեզ առաջարկում, շատ այսպես արագ process-ը կշարժվի, բայց իրականում շատ արագ այսպես գլխիվայր անկում է կապելու։ Աջակցությունները չպետք է այդպես արագ գլխիկոր գործի մեջ մտնեն եւ մեծ ռիսկերի դիմեն։ Իրենք պետք է երկար մտածված նպատակ ունենան եւ կարողանան քայլ առ քայլ հասնել իրենց նպատակին։ Իսկ այստեղ տեսնում եմ դուք շատ արագ եք շարժվում առաջ, լսում եք ինչ որ մեկին եւ գահավիժում եք իրականում անհաջողությամբ։ Իրականում դու կարող է վերջնականապես, այսպես ասեմ, բանկրոտ չլինեք, չսննկանաք, անկախ նայած ձեր ինչ գործի մասին է խոսքը, այստեղ ինչ գործ եք անում, բայց բացապես շատ մեծ ռիսկի եք դիմում, միգուցե նաեւ ֆինանսներն եք ռիսկի դիմում։ Իրականում ես տեսնում եմ, որ անհաջողություն կարող է լինել, եթե զգույշ չլինեք, հարգելի աջակցություններ։ Ես սկզբում էլ էի ասում, եթե զգույշ չլինեք, մեծ ռիսկի դիմեք, կարող է ձեզ անհաջողություն սպասել։ Ես տեսնում եմ, այս վիճակից իրականում կկարողանաք դուրս գալ։ Բավականին բարդ կարտեր էին։ Գիտեք, դուք կկարողանաք հաղթահարել, հարգելիներս, ասիկա դուք ուժեղ եք, բավականին ուժեղ եք, որպեսզի ինչ որ մեկը ձեզ իր ետևից տանի։ Դուք կկարողանաք ինքներդ որոշում կայացնել, այս զգուշ եղեք։ Չգիտեիք, ես ձեզ զգուշացրեցի, դուք իմացաք։ Ցանկացած բացասական ինֆորմացիան պետք է ընդունել որպես նախազգուշացում։ Հիմա ես ձեզ զգուշացրեցի։ Կլինեն այդպես խարդախ մարդիկ, անազնիվ մարդիկ, որոնք ձեզ կարող են ինչ-որ բան առաջարկել, ռիսկային ինչ-որ գործի մեջ մտնել, մի մտեք։ Պարզապես փորձեք խուսափել այդպիսի մարդկանցից, որտեղ ձեզ կարող են խաբել, սխալ ուղղությամբ տանել եւ ձեզ իրականում անհաջողության մատնել։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում, տեսնում եմ թրերի ասպետը եւ տեսնում եմ արջը։ Գիտեք, արջը աշխատանքի վայրում հենց բավականին պաշտոնով լուրջ մարդ է եւ տեսնում եմ բավականին այսպես աշխույժ եւ շատ էլ ագրեսիվ տրամադրված ասպետ։ Միգուցե ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ բան է առաջարկում աշխատանքի վայրում, կամ դիրք են առաջարկում, կամ կապ պաշտոն են առաջարկում, դուք շատ այդպես ոգևորված եք, կամ մյուս կողմից մի քիչ զգուշ եղեք, կարող է ձեր վերադասի հետ խնդիր ունենաք, հարգելի աջակցություններ, կարող է պարզապես ձեր վերադասի հետ ինչ-որ հարցում լինեք, անհամաձայնության գաք եւ վիճեք։ Այդպիսի տարբերակ էլ կարող է լինել։ Գիտեք, կարող եմ ասել հարգելի աջակցություններ, աշխատեք ավելի շուտ զգուշ լինել ձեր վերադասի հետ վիճելուց։ Ինչ որ մեկը պաշտոնով ձեզնից բարձր, ձեր ղեկավարն է, բիզնեսի տերն է, դու կարող եք մի փոքր կոնֆլիկտներ ունենալ իր հետ եւ դա կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ բավականին աշխատանք, բավականին զբաղված եք, աշխատում եք, բայց դուք դժգոհ չեք ձեր աշխատանքից։ Ես տեսնում եմ աշխատանք ձեզ ֆինանսներ բերում է, բայց հանկարծ ինչ-որ բան է փոխվում աշխատանքի վայրում, ճիշտն ասած։ Ինչ որ զրոյական վիճակ եմ տեսնում, այսինքն ինչ որ մի նոր փոփոխություն, ինչ որ մի նոր բան, որը իրականում ձեր աշխատանքը ծանրաբեռնելու է։ Այսինքն, գիտեք ինչ եմ այստեղ տեսնում։ Ձեզ կարող են ոգևորել, գովել, որովհետև աջակցությունը բավականին աշխատասեր մարդիկ են, շատ են աշխատում։ Եվ կարող են ձեզ պարզապես փորձել այսպես կեղծավորությամբ գովելով, դու շատ լավ աշխատող ես, դու լավ ես աշխատում, իրականում գովեստը կլինի մանիպուլյացիա, որտեղ ձեզ ավելի շատ գումար չեն տալիս, բայց ահագին ծանրաբեռնում են աշխատանքով, գովելով, որ դու կարող ես, դու ուժեղ ես, դու ընդունակ ես, փորձում են ձեզ ոգևորել, բայց իրականում դրա դիմաց ոչինչ չեն խոստանում։ Դա պարզապես այսպես ինքնախաբեություն, հասկանում եք, ձեզ պարզապես փորձում են մոլորեցնել, այդպես կարող եմ ասել։ Եթե ինքնախաբեություն նկատի ունեմ, որպեսզի դուք չհավատաք,
չհավատաք, որովհետև ձեզ իսկապես աշխատանքով ծանրաբեռնելու են, որ եթե ձեզ գովում են, ծանրաբեռնում են աշխատանքով, պարզապես դա կարող է խնդիրներ առաջացնել ձեզ հետագայում, որովհետև մեծ խոստումներ տալիս են, բայց ձեզ դրանից ոչ մի օգուտ չի լինում։ Այսինքն ֆինանսները չեն ավելանում, աշխատանքն են ծանրաբեռնում։ Տեսնում եմ, այստեղ ոգևորում են, դու կկարողանաս, դու բավականին ուժեղ ես, ընդունակ ես, այո, ուժեղ ես, ընդունակ ես, կարողանաս գործ անել, բայց պետք է նաև ավելի գումար տալ, ոչ թե պարզապես մարդուն կեղծավորությամբ փորձել աշխատանքի դրդել։ Ես տեսնում եմ, գումարները չեն ավելանալու, հարգելիներս, բայց աշխատանքը բավականին տեսնում եք ծանրաբեռնում են։ Ես տեսնում եմ այստեղ թրերի տուզը, տեսնում եմ այստեղ ճգնավորի կարտը եւ տեսնում եմ խապեպայի կարտը։ Գիտեք, ես տեսնում իրականում դուք կհասկանաք, հարկելի աջակցություններ։ Դուք շատ շուտ էլ գլխի կընկնեք, կհասկանաք իրականում սա հենց այդ միանգամից ձեր շատ միանգամից էլ կհասկանաք, որ իրականում ձեզ մոլորեցնում են, ձեզ մոլորեցնում են։ Ճգնավորը տեսնում եք մոլորված, մենակ ինչ որ ճանապարհ է փնտրում, իսկ հա տեսնում խարդախ մարդը, դուք կհասկանաք, որ ձեզ խափում են։ Դուք շատ արագ էլ կհասկանաք։ Գիտեք, դուք կկարողանաք փոխել իրավիճակը, օգտագործել ձեր դեմ։ Այ վեճը կլինի դրանից, որ փորձում են ձեզ ծանրաբեռնել աշխատանքով, ձեզ դուր չի գալիս, դուք կարող եք մի փոքր կոնֆլիկտ ունենալ, իսկ ես տեսնում եմ, որ դուք կկարողանաք իրականում փոխել։ Տեսեք, ճակատագրի անիվով ես տեսնում եմ, որ իրավիճակը կարելի է փոխել եւ տեսնում արագության կարտը շատ արագ։ Պարզապես ինչ ուղղությամբ կարող եք փոխել։ Այ ես դա անկեղծ ասած չեմ տեսնում։ Պետք է աշխատանքից դուրս գալ, թե պարզապես կտրուկ պետք է ասել, որ դուք համաձայն չեք այդ փոփոխության, այդ առաջարկությանը, որովհետև ես չեմ տեսնում ձեզ ֆինանսներ ավելանան, բայց բավականին կարող են ծանրաբեռնել աշխատանքով։ Այ դա է ձեզ բարկացնում։ Տեսնենք իրականում ինչ կարող է լինել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում որպես պատասխան հարգերից, տեսնում եք թրերի թագուհուն, այո, սա հենց այդ ձեր ղեկավար անձն է, որը փորձում է ձեզ ծանրաբեռնել աշխատանքում, բայց իրականում ինքը խորամանկում է, ես էլ եմ ասում, ծանրաբեռնում են աշխատանքով, միգուցե իր գործն էլ ուզում է ձեր վրա դնել, դուք իրեն օգնեք իր գործի մեծ մասն անեք, շարունակում ինքը գումարը վաստակել, գործ անում եք դուք։ Եվ իհարկե դուք դրա հետ համաձայն չեք։ Ես այստեղ տեսնում եմ, որ դրանից ձեր գումարները չեն ավելանում, այ ես ինչ-որ արդեն ասացի, 6-ն է սա, գալիս է, գնում է, իրականում ձեր աշխատանքի դիմաց դուք ինչ-որ վճարվում եք, չի ավելանալու։ Դա ձեզ մի փոքր անհանգստացնելու է, որտեղ վերադասի հետ վիճելը կարող եք վիճել, բայց միշտ չէ, որ կարողանաք վերադասին հաղթել։ Իսկ ես մյուս կողմից տեսնում եմ իրականում դուք տարբերակ կգտնեք հարգելիներս։ Ես մինչև էլ այդ ճակատագրի անիվով ասում եմ, տարբերակ կգտնեք, փորձեք տարբերակներ գտնել, ինչպես կարողանաք հարցը լուծել, որովհետև այսպես արճակատելը ղեկավարի հետ միգուցե դա ձեզ օգուտ չբերի, իսկ ես տեսնում եմ այսպես հրաշագործի կարտով, որ գործիքները ձեր ձեռքում են, դուք կգտնեք տարբերակ։ Իսկ ամենավերջում ինձնից պարզապես իմ մտածելով, որտեղ ես էլ եմ այդտեղ ջուր, ինձ հետ եղել է այսպիսի դեպքի միջայլոց, ես պարզապես գործից դուրս եմ գալիս այդ դեպքում, գնում մեկ այլ աշխատանք եմ գտնում, բայց երբեք չեմ անի մեկ ուրիշի գործ, ինքը վարձատրվում է, ես աշխատում եմ, որովհետև ես լավ եմ աշխատում, չէ, ես պետք է վարձատրվեմ ըստ արժանվուն։ Տեսնում եմ նոստալգիայի կարտը բաժակների 6 է, խորհուրդ բոլոր աջակցություններին իրենց աշխատանքում եւ գործունեությամբ։ Սա նոստալգիայի կարտ, այսինքն սա հին անցյալի հիշողությունների գեղեցիկ եւ հարմարավետ ժամանակների կարտն է, հարգելի աջակցություններ։ Սա երկու տարբերակներին չի վերաբերում, սա բոլոր աջակցություններին է վերաբերում աշխատանքում, կարիերայում։ Գիտեք, սա նշանակում է իրականում, որ զբաղվեք մի գործով, որին ծանոթ եք, շատ վաղուց եք ծանոթ, վաղուց անում եք, փորձ ունեք, իսկ եթե չունեք, պարզապես շարունակեք անել աշխատանքն այնքան, մինչև փորձ ձեռք բերեք, եւ դա ձեզ կօգնի։ Մյուս կողմից սա հենց այն մարդկանց մասին է, ովքեր ինչ որ կենսափորձ ունեն եւ եթե գիտեք հաջողություն չունեք աշխատանքում, կարդը հուշում է, միգուցե շարունակեք անել ինչ որ կարողանում եք, ինչից որ լավ եք։ Այ հիշողությունների կարտը դա անցյալի կարտն է, այսինքն ինչ որ արել եք, ինչու որ փորձ ունեք, փորձեք անել, դա ձեզ կարող է օգոստոսին հաջողություն բերել։ Այսինքն շատ մարդիկ կարող են նոր ինչ որ գործ ուզենալ սկսել, կարտերը հուշում են միգուցե առայժմ չսկսեք ինչ որ մի նոր գործ օգոստոսին, շարունակեք անել ինչը որ ձեզ ծանոթ է, որտեղ դուք ձեզ ավելի հարմար եք զգում։ Այ նոստալգիայի կարգ տեսնում եք մարդը մանկության ժամանակ դրանք ամենաանհոգ տարիներն են եղել, նոր աշխատանքը բարդ է, նոր բան պետք է սովորել, զրոյից ինչ որ հիմք դնել, նոր է դուք պետք է նոր գիտելիքներ ձեռք բերեք, նաև պետք է կարողանաք վերահաստատվել նոր աշխատանքում։ Օգոստոսին կարտերը հուշում են կարող է մի փոքր դժվար լինել ձեզ համար նոր գործ սկսելը, իսկ այ ինչը որ ձեզ ավելի ծանոթ է, որտեղ ձեզ հարմար եք զգում, այդ մասնագիտությունը, այդ աշխատանքի վայրը, այ շարունակեք անել ինչ որ ձեզ հարմար է, ինչ որ ձեզ արդեն ծանոթ է, ինչու որ դուք փորձ ունեք։ Դա ձեզ կարող է հաջողություն բերել։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում հարգելի աջակցություններ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին մինչև օգոստոսի վերջ իրենց աշխատանքում եւ կարիերայում։
Ես կընտրեմ երկու տարբերակ հարգելներս։ Եվ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր ջրհոսներին։ Ես ինչ եղակապ կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ, առաջի տարբերակում տեսնում եմ Սիրտ եւ տեսնում եմ Պենտակլի թագավորը։ Սա հարուստ կայացած մարդն է, պրակտիկ մտածելակերպով, բոլորովին ջրհոսի նշան չէ, սա հողի նշան է ավելի շուտ, բայց մարդը ինչպես որ աշխատել է, ինչ ձևով որ գումարներ վաստակել է, բավականին ինքնագոհ, բավականին ինքնաբավ մարդ է, բայց ելի ասում, մարդ, որն իր աշխատանքով, իր քրտինքով, իր համառությամբ հասել է ամեն ինչի, եւ այսպես շատ ուրախ ու երջանիկ էլ զգում է իրեն։ Ես այստեղ երևի չեմ կարծում անգամ արժի կարտ բացել լրացուցիչ, բայց ամեն դեպքում 1-2 կարտել հանեմ, ես շատ լավ եմ տեսնում, ինչ որ հաջողության եք հասնում աշխատանքում, պաշտոն են բարձրացնում, գործն է, չգիտեմ, նոր գործ եք ստանում բարձր պաշտոնով միանգամից, որը նաև մեծ աշխատավարձ է, ձեզ բարձր աշխատավարձ է բերում, ամեն դեպքում շատ ուրախ եք, ինչ որ ձևով ձեր աշխատանքը ձեզ ուրախացնի, դուք կարող եք նաև ուշադրության կենտրոնում լինել, ինչ որ հաջողության կհասնեք աշխատանքի հետ կապված, հարգելի ջրհոսներ։ Կարտերը վերահաստատում են հարգելիներս, ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ մարդը վարպետը, որը հասել է մեծ նպատակի եւ հիմա նշում են մարդու մեծ հաջողությունը։ Տեսնում եմ իլյուզիաների կարտը, տեսնում եմ այստեղ ջահերի թագավորը, ապա տեսնում եմ հաղթանակի կարտը։ Ես կարող եմ երկու խոսքով ասել հարգելիներս, շատ հաջող ամիս է սպասում օգոստոսին մինչև վերջ մեծ ձեռքբերումներ որոշ ջրհոսների համար։ Ձեր աշխատանքը գնահատում են, հարգելիներս, ձեր աշխատանք կատարել եք, ինչ որ նախ դուք եք շատ ուրախ, երջանիկ եք։ Երկրորդը ուշադրության կենտրոնում եք, նաև դուք սովորեցնում եք, ձեզ կարող են առաջարկել, դուք բավականին հաջողությունների հասել եք, ժամանակն է դուք կարող եք սովորեցնել նաև այլ մարդկանց, նորեկներին սովորեցնել ձեր հմտությունը փոխանցել նրանց, այս ինքնա ձեր ներքին ձայնը ձեզ հուշում է, որ դուք ճիշտ ճանապարհով եք գնում, այսինքն ձեր ներքին ձայնը ինձ թվում է հուշում է ձեզ, որ դուք դեռ նոր հաջողություններ ունեք հասնելու։ Իրականում պետք է շարունակել, այսինքն ձեռքբերումներով չբավարարվել, որտեղ սա թագավոր է Պենտակլի, բայց այստեղ մեկ այլ թագավոր եմ տեսնում, ավելի ամբիցիոզ։ Այսինքն դուք գոհ եք, հասել եք, շատ երջանիկ եք, ուշադրության կենտրոնում եք, նաև ուրիշներին սովորեցնում եք, բայց դուք չեք բավարարվելու դրանով, դուք նաև շարժվելու եք առաջ ավելի մեծ բարձունքներ գրավելու։ Իսկ ես տեսնում եմ հաղթանակի կարտը, դուք կհասնեք ձեր նպատակին եւ դեռ շատ ավելին կհասնեք։ Ում սա վերաբերում էր հարգելիներս, դուք դեռ շատ ավելի առաջ պետք է գնաք, չբավարարվեք, կանգ չառնեք։ Եվ օգոստոսին եւ դրանից հետո ձեզ մեծ հաջողություններ են սպասում ձեր աշխատանքում, կարիերայում։ Ովքեր արդեն ինչ որ հաջողություններ ունեին, ես ավելի նոր հաջողություններ եմ տեսնում հարգելիներս, շատ գեղեցիկ կարտեր էի տեսնում։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում, տեսնում եմ ժամանակի կարտը եւ տեսնում եմ որոշում է կայացնում։ Ժամանակն է որոշում կայացնելու։ Կարճ կոնկրետ կարող եմ ասել հարգելի ջրհոսներ։ Դե մարդիկ եթե ընտրության առաջ են կանգնած, դա նշանակում է կամ դες աշխատանք են առաջարկում երկու տարբեր, մեկն ու մեկը պետք է ընտրեք, կամ ընտրում եք մնալ աշխատանքի չմնալ, դե հեռանում են աշխատանքից, որից դժգոհ են։ Իսկ կարտերը հուշում են, որ ժամանակն է որոշում կայացնել։ Մնացել եք ճանապարհի մեջտեղի, բայց իրականում արդեն պետք է որոշում կայացնեք։ Մինչև օգոստոսի վերջ, այդպես կարող եմ ասել։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Բավականին դրական եմ ամեն ինչը տեսնում, ճիշտն ասած։ Ես այստեղ տեսնում եմ աստղով երազանքներ, ցանկություններ, դուք ինչ որ նպատակներ ունեք, գիտեք, ես ես կասկածում եք, որոշումը ճանապարհի մեջտեղում եք դժվարանում եք կայացնել, որտեղ ամեն դեպքում ինչ որ վախեր կան։ Միգուցե ինչ որ մի նոր աշխատանք են առաջարկում, որին դուք այնքան էլ ծանոթ չեք, այդ գործում փորձ չունեք, կամ միգուցե շատ ձեզ համար անվստահ եք, որտեղ չգիտեք այդ աշխատանքը ձեզ ինչքանով հեռու կտանի։ Դուք տեսնում երազանքներ ունեք եւ միգուցե վախերը կասկածները նրանում է, որ սա հենց այն ճանապարհը չէր, որ դուք այդ ճանապարհով եք պատկերացնում ձեր նպատակին հասնել։ Իրականում ձեզ կարծես թե ավելի հեռացնում է միգուցե, գիտեք, այսինքն ձեր նպատակը այլ էր, ինչ որ առաջարկում են վատ տարբերակ չէ, բայց ուղղակի շատ ավելի ուշացնում է ձեր նպատակին։ Մի քիչ ուշ կհասնեք, եթե ընդունեք այս առաջարկությունը, դրա համար երկար եք մտածում։
Այսինքն ինչ-որ բան 0-ից պետք է սկսել։ Ես տեսնում եմ այստեղ 0-ական կարտը, մարդիկ ձեզ ինչ-որ բան են առաջարկում, նորից 0-ից պետք է սկսել։ Այսինքն ձեր նպատակից ներուղուց պետք է շեղվեք եւ փորձեք 0-ից սկսել։ Գիտեք, ես տեսնում եմ, որ դուք ողջևորում եք իրականում եւ որոշում եք երևի թե սկսել։ Ես չգիտեմ, այստեղ ով է առաջարկում։ Թողնում եք ինչ որ անում եք, թողնում եք եւ որոշում եք նորից սկսել։ Այսինքն դուք ձեր ընտրությունը կկատարեք։ Ժամանակը եկել է, հասունացել է, դուք որոշում կկատարեք, որոշում կկայացնեք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Այստեղ տեսնում եմ չար ուժերի կարտը, ապա տեսնում եմ աշխարհ։ Ես իրականում այստեղ չար ոչինչ չեմ տեսնում։ Ես կարող եմ միակ բանը ասել, աշխատեք նոր որոշումներ կայացնելուց եւ այսպես թրերը ամեն դեպքում մի քիչ վտանգավոր կարտեր են, այսինքն ինչ էլ որոշում եք, ինչ ուղղությամբ էլ ուզում եք գնալ, կարող են գայթակղություններ լինել, ինչը կարող է կրկնակի ուժեղացնել, եթե ինչ որ, չգիտեմ, սխալ գործ անեք, ինչ որ սխալ գործ անեք, ուզենաք արագ, կտրուկ հաջողության հասնել անօրինական ճանապարհներով, կրկնակի կարող եք տուժել։ Աշխատեք գնալ միայն ճիշտ ուղղությամբ, միայն օրինական ճանապարհով աշխատանք գտնել, որովհետև էլ եմ ասում, այլ կերպ կրկնակի կտուժեք դրանից, եթե գնաք սխալ ուղղությամբ։ Իսկ եթե ճիշտ ուղղությամբ գնաք, ձեզ համար աշխարհի կարգն եմ տեսնում, շատ մեծ հնարավորություններ կբացվեն։ Պարզապես մի քիչ ուշ կլինի, դանդաղ կլինի, ժամանակի հարց է, ժամանակ տվեք ձեզ հաջողության հասնելու, մի շտապեք, գայթակղությունների մի տրվեք, արագ կարճ ճանապարհով մի հասեք, մի փորձեք, որտեղ չեք հասնելու։ Ես տեսնում աշխարհի կարգով ձեզ կտրվեն հնարավորություն, ավելի ճիշտ հնարավորություն, ավելի այսպես ասեմ, ճիշտ ճանապարհով, որտեղ этап կփոխվի ձեր կյանքում, դուք ունենաք ընտրության հնարավորություն եւ ընտրություններ կկատարեք։ Ես տեսնում եմ։ Պարզապես էլ եմ ասում, երկու ընտրություն կլինի, կամ հեշտ արագ ճանապարհով գնալու, կամ ճիշտ ճանապարհով։ Սա հեշտ արագ կարող է հասցնել, սա մի քիչ ավելի դանդաղ, բայց այստեղ կարող է կրկնակի տուժել, ինչպես արդեն ասեցի։ Իսկ երկրորդ տարբերակում ավելի առաջ կարող եք գնալ հետագայում։ Ինչ գեղեցիկ կարտ եմ տեսնում հարգելիներս։ Տեսնում եմ այստեղ հրաշագործը կարտը, որը բոլոր գործիքները իր ձեռքում են։ Հարգելի ջերհոստներ, չկա այդպիսի հարց չկարողանաք լուծել եւ դուք ինքներդ էլ կարող եք ձեր աշխատանքի հետ կապված ձեր հարցերը լուծել։ Այս երկու տարբերակներից եթե վերանանք բոլոր ջերհոստերին առհասարակ հնարավորություններ կտրվեն ձեզ մինչև օգոստոսի վերջ։ Ինչ էլ ուզում եք փոխել աշխատանքում, եթե ուզում եք անգամ աշխատանք գտնել, պարզապես հույսը պետք է դնեք ինքներդ ձեր վրա։ Սա նաեւ կարող է լինել աշակերտի կարտը, այսինքն որը նոր է սովորում, բայց գործիքները միևնույն ժամանակ իր ձեռքում են, ամեն դեպքում ինքը պետք է նորից թեկուզ կարողանա, շատ պետք է սովորել, այսինքն գործիքները ձեր ձեռքում են, դուք ունեք տարբերակներ, բայց նաև պետք է նոր բաներ սովորեք, այսինքն չդոփեք տեղում, ձեր իմացած տարբերակներից նաև այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Բայց դուք ինքնուրույն կկարողանաք հասնել ձեր ցանկացած նպատակներին։ Աշխատանքի վայրում ես տեսնում եմ, որ չկա այդպիսի բան, որ չկարողանաք ինքներդ, ինչ էլ որ չգիտեիք, կսովորեք։ Այ աշակերտի կարտով կարող եմ ասել, ինչ էլ նոր ձևերով պետք լինի նպատակին հասնել, դուք կգտնեք այդ կգտնեք ճանապարհը եւ կկարողանաք հասնել։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, հարգելի ջերոսներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ձկների մինչև օգոստոսի վերջ իրենց աշխատանքում եւ կարիերայում։ Իսկ ընտրեմ երկու տարբերակ հարգելիներս եւ եւս մեկ կարտ որպես հուշում բոլոր ձկների համար։ Տակտիկ կարտեր եմ տեսնում առաջին տարբերակում հարգելի ձկներ։ Տեսնում եմ այստեղ նամակ, ինչ որ լուր եք սպասում, միգուցե լուրը ուշանում է։ Տեսնում եմ այստեղ նաև հրաշագործի կարտը, այսինքն դուք ինչ որ մի լուր է ձեզ պետք, ինչ որ ինֆորմացիա է պետք, որպեսզի կարողանաք ձեր նպատակներին հասնել։ Ինչ որ ինֆորմացիայից է կախված։ Ես տեսնում եմ, որ դուք ինչ որ ցանկություններ, նպատակներ ունեք, կարծես ամեն գործիք էլ ունեք, տարբերակները կան, դուք էլ գիտեք ինչ պետք է անեք, պարզապես ինչ որ մի բան պակասում է, միգուցե ինչ որ ինֆորմացիա, ինչ որ լուրի եք սպասում, որից էլ կախված կարող է ձեր գործը սկսեք արդեն, կամ փոփոխություն կարող է լինել։
Ինչեր եմ տեսնում արգելի ձկներ։ Տեսնում եմ այստեղ երկուսը ջահերի, ինչ որ ճանապարհի մեջտեղում կանգնած եք, ընտրություն պետք է կատարեք, բայց լուսնով տեսնում եմ, որ իրականում չեք կարողանում, կասկածներ ունեք, անհանգիստ եք իրականում, դրա համար դժվարանում եք որոշում կայացնել, որովհետև այսպիսի խնդիր կա, պայքար կա, մի տեսակ չեք կարողանում վերջնական հասկանալ արդյունքը ինչ է լինելու, իսկ որովհետև էլ եմ ասում, ինչ որ լուրի եք սպասում, ինչ որ ինֆորմացիայի պակաս կա, ինչ որ մեկից ինչ որ լուրի եք սպասում, չի գալիս։ Դրա համար էլ մնացել եք ճանապարհի մեջտեղում, դրա համար արդեն կասկածում եք, կկարողանամ, չեմ կարողանա, սա էլ սպասում եք, ժամանակ եք վատնում, սպասում եք, չեք հանձնվում։ Ես չեմ կարող ասել, որ լուրը չի գա, պարզապես լուրը կարծես մի քիչ ուշանում է, կամ միգուցե դրսից եք լուր սպասում։ Ես տեսնում եմ կա այստեղ ինչ-որ մեկը մասնագետ, գործի մասնագետ, ինչ գործեր որ լինի, ինչ աշխատանքեր որ անում եք, որը կկարողանա ձեզ իրականում օգտակար լինել։ Միգուցե ինչ-որ մեկի օգնությանը դիմեք։ Տեսնում եք, լինում են դեպքեր, երբ ասում դուք ինքներդ ձեր ուժերով, իսկ այստեղ տեսնում ինչ-որ մեկը կարող է ձեզ օգտակար լինել։ Որտեղ դուք բավականին խնդիրներ ունեք, դուք չեք էլ պատկերացնում, որ եթե շարունակեք մնալ ճանապարհի կեսին որոշում չկայացնել, ես տեսնում եմ, որ բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Իրականում որոշումը պետք է կայացնել։ Դուք լուրի սպասում եք, լուրը չի գալիս, փորձում եք այսպես դեռ կանգնած մնալ, դիմակայել, հա, փորձում եք գոյատևել, բայց իրականում ես տեսնում եմ, որ իրականում խնդիրները կշատանան, եթե դուք հարցը չլուծեք։ Իսկ մարդ կա, որ ձեզ կարող է այդ հարցում օգնել։ Տեսնում եմ այստեղ դատաստանի կարգը եւ տեսնում եմ իրականում թրերի տուզը։ Այսինքն, գիտեք, դուք ձեզ համար կպարզեք։ Մինչեւ օգոստոսի վերջ դուք հանկարծ ձեզ համար կպարզեք եւ շատ այսպես պատահական, ինչ որ մի ձևով ձեզ համար հանկարծ կպարզվի, թե իրականում ինչ պետք է որոշել, ինչ պետք է անել։ Եթե նույնիսկ ինֆորմացիան չգա, ամեն դեպքում ձեզ համար հանկարծ տարբերակները կպարզվեն։ Իսկ տեսնեմ կարտերն էլ ինչ կարող են ասել։ Այսինքն որոշում պետք է կայացնեք, ինչ որ լուրից էր կախված։ Իսկ ես տեսնում եմ, որ եթե անգամ լուրը չգա ուշանա, դուք մինչև ամսվա վերջ կհասկանաք ինչպես ձեր հարցը լուծել եւ ինչ որոշում կայացնել, նույնիսկ եթե լուրը չգա։ Այո, տեսնում եմ, գիտեք, մարդիկ ձեզ կարող են օգնել, հարգելիներս, բաժակների 2-ն ու 3-ն եմ տեսնում։ Այսինքն դուք միայնակ այս հարցը կարող եք չլուծել։ Ինֆորմացիան կարող է գալ, կարող է չգալ, բայց կգտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կկարողանան օգնել, ձեր ընկերները, ծանոթները, մարդիկ, ովքեր գործից հասկանում են, ինչ գործել որ լինի, ինչի հետ էլ որ սա կապված լինի, գործարքի մասին է ձեր սեփական գործի կամ ինչ որ մեկի համար աշխատում եք, խնդիրը կարող է լուծվել ձեր ծանոթ մարդկանց միջոցով։ Ինչ որ մեկի օգնությանը դիմեք, եթե մենակ չեք կարողանում որոշում կայացնել կամ, չգիտեմ, ինչ որ նպատակին հասնել, հարցը լուծել, անպայման դիմեք ձեր գործընկերներին, ձեզ կօգնեն։ Տեսնում եմ տուն հաջորդը եւ տեսնում եմ ֆինանսներ։ Կարող է մարդիկ կան տնից են աշխատում։ Իմիջիալոց եթե տնից աշխատում եք, տանից գործ եք գտել, ինչ որ ձևով գործ եք գտել, որ տնից աշխատում եք, ես տեսնում եմ բավականին հաջող կլինի հարգելներս։ Մյուս կողմից, եթե տան առքու վաճառքով եք զբաղված, կարող է օգոստոսին բավականին զբաղված լինեք տան առքու վաճառքով։ Ես տեսնում եմ էլի ֆինանսներ, բավականին խոշոր ֆինանսներ եմ տեսնում։ Եվ կարծում եմ ֆինանսներն իրականում գալիս են, այսինքն տան հետ կապված աշխատանք կամ չգիտեմ, տան հետ ինչ շինարարության հետ կապված կարող է բիզնես աշխատանք ունենաք, ամեն դեպքում տան հետ կապված ինչ գործել որ լինի, ես տեսնում եմ բավականին մեծ ֆինանսների հետ է կապված։ Եվ բավականին զբաղված ժամանակ կլինի օգոստոսին։ Շատ ակտիվ կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ։ Էլ եմ ասում, տուն էի տեսնում, տան հետ կապված ինչ գործեր ուզում են լինել, ես տեսնում եմ, որ բավականին մեծ գումարների հետ է կապված։ Ես շատ կարտեր հանեցի, որպեսզի հստակ հասկանամ ինչ էր կատարում։ Գիտեք, հարգելիներս, կարող եմ ասել, որ հատկապես եթե տան շինարարության հետ է կապված կամ տան առքու վաճառքի հետ է կապված, բավականին բարդ իրավիճակներ եմ տեսնում իրականում, այսինքն հեշտ չի լինելու, աշխատանք լինելու է, շատ զբաղված եք լինելու, շատ, բայց և տեսնում եմ հավատացյալի կարտը, և տեսնում եմ 6-ը,
տեսնում եմ նաև այստեղ խորամանկ մարդիկ, գիտեք, մարդիկ, որոնք իբր ուզում են գնել, բայց իրականում լավ գին չեն առաջարկում, այսինքն ֆինանսական խնդիրներ են լինելու որոշ խաբեբան մարդկանց հետ, այսինքն մարդիկ ազնիվ չեն լինելու ձեզ հետ։ Էլ եմ ասում, տան հետ կապված ինչ գործարքներ են, որ կնքում եք։ Ֆինանսների հետ կապված մարդիկ փորձելու են խարդախել։ Իրականում ինչ որ դուք սկզբում պայմանավորվում եք, մարդիկ կարող են հետո իրենց խոսքից հրաժարվել, դա կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել։ Հնարավորություններ շատ կլինեն, աշխուժ ամիս է լինելու ձեր գործով, ինչ գործով էլ որ զբաղվում եք, հատկապես էլ եմ ասում տան հետ կապված, շատ զբաղված, տարբեր մարդկանց հետ եք, ընդ որում եւ օտար երկրու, հատկապես տան արքու վաճառքի եւ դրսի հաճախորդներ եք ունենալու եւ ներսից, այսինքն նաեւ երկրից դուրս։ Բավականին շատ այնց լավ էլ հարուստ ուժեղ, հա, կայացած մարդիկ կլինեն ձեզ կդիմեն։ Միևնույն ժամանակ խնդիրներ եք հաղթահարելու, հարգելիներս, բավականին խնդիրներ կլինեն, ժամանակներ կլինեն, որ կլինեք այսպես շատ էմոցիոնալ, որովհետև կոգևորեն ձեզ, իսկ հետո կարող եք հիասթափել, էլ եմ ասում, ֆինանսական հարցերով կարող է համաձայնության չգաք, բացապես հաճախորդներ շատ կլինեն, գործ շատ կլինի։ Տեսնում դուք կգտնեք ինչ-որ նոր գաղափար, նոր մոտեցում, ինչպես կարողանաք միգուցե ձեր գործը հեշտացնել կամ ինչպես մարդկանց հետ համաձայնության գալ, տրանսֆորմացիայի կարտով ասում եմ, որ դուք կարողանաք ինչ-որ բան փոխել։ Այո, շատ այսպես բարդ մարդկանց հետ է գործ ունենալ, թրերի թագավորը իրականում տեսնում եմ բավականին դժվար մարդիկ, բավականին հարուստ կայացած եւ մի քիչ կարող են ձեզ նեղություն տալ։ Այսինքն գլխացավանք պատճառել, այդ եմ ուզում ասել, մի փոքր դժվար կլինի, այսպես շատ հարուստ ունևոր, հա, մարդկանց հետ գործ ունենալը։ Բայց ես կարտերով ժլատության նաև պահպանելու ձեր ունեցածը, այս կարտով 4-ով կարող եմ ասել իրականում, որ դուք պետք է իրականում չտրվեք իրենց պայքարին, ասինքն չզիջեք, պետք է չզիջեք, հարգելիներս, նույնիսկ եթե փորձում են գնի հետ կապված, գումարների հետ կապված, շատ են վիճում, շատ ձեզ անհանգստություն են պատճառում, ամեն դեպքում ես կարծում եմ, որ չպետք է իրենց առանձնապես զիջեք, դուք ինչ որ պայմանավորվածություններ ունեք, այդ պայմանավորվածությունները պետք է հավատարիմ մնաք, այսինքն նրանք ուզում են տարբերակներ փոխել, պայմաններ փոխել, չգիտեմ, ինչ ձեր արքու վաճառքի հետ ինչ էր կապված, իրականում կարտերը հուշում են մնացեք հավատարիմ ձեր որոշումներին, ձեր պայմաններին, մի զիջեք ամեն ինչում։ Տեսնում եմ նորից պաժը ջահերի, տեսնում եմ այստեղ պայքարի կարտը, գիտեք, կարճ եթե ասեմ, տեսնում եմ նաև 8-ը եւ տեսնում եմ այստեղ չանձնվող մարդու կարտը։ Ես եթե կարճ ամփոփելով ասեմ, եթե տան արքու վաճառքի հետ է կապված դրսի եւ ներսի հաճախորդների հետ, բավականին դժվարություններ են լինելու, շատ դժվար։ Մարդիկ ձեզ ահագին, այսպես ասեմ, անազնիվ մարդիկ են լինելու։ Պայմանավորվելու են մեկ համաձայնության գալիս են, մեկ համաձայնության չեն գալիս։ Համաձայնության գալիս են, հետո նորից են ուզում պայմաններ փոխել։ Պայմանները փոխում եք, զիջում եք, նորից են ուզում ինչ-որ բան փոխել։ Այսինքն ինչքան զիջում եք, ես կարող եմ ասել, այնքան ավելի շատ են ուզում։ Եվ դա ի վերջո ձեզ հոգնածնելու է։ Դուք ի վերջո պայքարից հոգնելու եք, ժամանակը վատնեցիք, եւ այդ մարդկանց իրականում ես տեսնում եմ, որ դուք կկարողանաք լեզու գտնել։ Դուք հաջողության կհասնեք, հարգելիներս, որտեղ տեսնում եմ, որ գումարներ իրականում գալիս են։ Ես այստեղ էլ եմ տեսնում, որ գումարը, այսինքն դուք հաճախորդների հետ կկարողանաք ի վերջո լեզու գտնել, բայց բավականին ծանր կնստի ձեր վրա, բայց դուք չեք հանձնվելու, մինչև վերջ պնդելու եք ձեր ասածը, ձեր պայմանները եւ հաջողության էլ կհասնեք։ Պարզապես ծանր կնստի ձեր վրա, էմոցիոնալ առումով շատ դժվարությամբ, բայց հաջողության տեսնում եմ, որ հասնում եք, հարգելիներս։ Իսկ ինչ եմ տեսնում խորհուրդ բոլորին, հատկապես ֆինանսական եւ աշխատանքի հարցերով, փորձեք բալանսի մեջ մնալ, հավասարակշռել ձեզ, հարգելիներս։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, եթե բարդություններ կան աշխատանքում, փորձեք նաեւ հանգստանալ։ Աշխատանքն ու հանգիստը պետք է լինել, որպեսզի հավասարազոր, որպեսզի մարդը կարողանա լիարժեք հանգստանալ, նորից լիարժեք կարողանալ աշխատել։ Ինչու եմ ասում, որտեղ երկրորդ տարբերակում շատ պայքար էի տեսնում, անընդհատ ինչ որ խնդիրներ մարդկանց հետ, եւ դուք ի վերջո եթե հաղթում եք, բավականին ծանր է նստում էմոցիոնալ առումով ձեր վրա։ Այդ փորձեք հանգստանալ։ Աշխատում եք, շատ եք աշխատում, հոգնում եք, նաև շատ պետք է հանգստանալ, որպեսզի կարողանաք ձեր ուժերը վերագտնել։ Մյուս կողմից կարող եմ ասել աշխատանքում ինչքան որ ներդրում եք ուժ, այնքան էլ արդյունք կստանաք։ Այսինքն եթե շատ եք աշխատում, պետք է որ արդյունքն էլ լավ լինի, շատ դրական լինի, իսկ եթե ծուլանում եք, ուզում եք ձեր հարմարավետության գոտուց դուրս չգալ, ուրեմն ավելի քիչ էլ կվաստակեք, գործն էլ ավելի քիչ կլինի։ Այ կարտը բալանսի հավասարակշռության մասին դա է հուշում ավելի շուտ։ Եթե ուզում եք շատ ավելի գումարներ վաստակել, աշխատանքում հաջողության հասնել, կարիերայում հաջողության հասնել, պետք է ավելի շատ ուժ գործադրել։ Մյուս կողմից էլ եմ ասում, եթե շատ եք աշխատում հոգնում եք, փորձեք շատ էլ հանգստանալ, որպեսզի կարողանաք նորից ուժերը վերականգնել, նորից շարունակելու աշխատել։ Ես հաջողություն եմ ցանկանում, հարգելի ձկներ։